Խաղաղություն եղբայրներ և քույրեր, այսօր պիտի շարունակեմ գարթալ ոսկի համարները։ Նյութը պիտի ըլլա Լերան Քարոզի 6-րդ գլխի շարունակությունը։ Եվ այսպեսով այսօր ավարտած պիտի ըլլամ Ավետարան Մատթեոսի 6-րդ գլուխը։ Տերոջը խոսքը օրհնապեր ըլլա բոլորիս։ Ամեն։ Ավետարան Մատթեոսի 6-րդ գլուխ 19 համարեն կսկսիմ կարդալ։ Երկնային կանցեր, երկիրի վրա ցեզի կանցեր մի թիզեք, ուր ցեցը ու ժանքը գաբագանեն, ուր քողերը բադ կձագեն ու կողնան, հապա ցեզի կանցեր թիզեցեք երկինքը, ուր ոչ ցեցը և ոչ ժանքը գաբագանեն ու ոչ քողերը բադ կձագեն և կողնան, քանզի ձեր կանցը ուր որ է, սրտերնի տալ հոմ պիտի ըլլա։ Մարմինին ջրակը, մարմինին ջրակը աչքն է, ուրեմն եթե քու աչքդ բարձ է, բոլոր մարմինդ լուսավոր գլա, բայց եթե քու աչքդ վատ է, բոլոր մարմինդ մութ կլա, ուրեմն եթե քու մեջդ եղած լույսը խավար է, ալ այն խավարը որչափ է։ Աստված և ստացվածք, մարդ մը չի կրնար երկու տիրոջը ծառայություն ընել, վասնզի կամ մեկը պիտի ադե և մյուսը սիրե, կամ մեկուն պիտի հարի և մյուսը պիտի արհամարե։ Չեք կրնար ծառայել Աստուծո ու մամոնային։ Ուստի կսեմ ցեզի, հոգ մի ընեք ձեր կյանքի համար, թե ինչ պիտի ուտեք կամ ինչ պիտի խմեք, ոչ ալ ձեր մարմիններուն համար, թե ինչ պիտի հագնիք։ Չէ որ կյանքը գերագուրեն ավելի է ու մարմինը հագուստեն։ Նայեցեք երկնքի թռչուններուն, որոնք ոչ կսերմանեն և ոչ կհնձեն, ոչ ամբարի մեջ կժողվեն, բայց ձեր երկնավոր Հայրը կգերագրե զանոնք։ Չէ որ դուք անոնցմե լավ եք։ Հիմա ցեզմե ով կրնա իր հոգը նելովը իր հասակին վրա գանքուն մը ավելցնել։ Ու հագուստի համար ինչու հոգ կնեք։ Նայեցեք դաշտի շուշաններուն, ինչպես կաջին, ոչ կաշխատին և ոչ կմանեն, բայց ցեզի կսեմ, թե Սողոմոն ալ իր բոլոր փառավորությանը մեջ անոնցմե մեկուն պես չհագվեցավ։ Ուստի եթե դաշտի խոտը, որ այսօր կա և վաղը փուրը կձգվի, Աստված այնպես կհագվեցնե, հապա որչափ ավելի ձեզ թերահավատներ։ Ուրեմն հոգ մի ընեք ըսելով, ինչ պիտի ուտենք կամ ինչ պիտի խմենք կամ ինչ պիտի հագնիք, քանզի այդ բոլոր բաները հեթանոսները կխնդրեն, վասնզի ձեր երկնավոր Հայրը գիտե, թե այդ բոլոր բաները ձեզի պետք են։ Բայց առաջ խնդրեցեք Աստծո թագավորությունը և անոր արդարությունը, ու այդ բոլոր բաներն ալ ձեզի պիտի տրվին։ Ուստի վաղվան համար հոգ մի ընեք, վասնզի վաղվան օրը իրեն համար հոգ պիտի ընե։ Հերիք է օրվան իր նեղությունը։ Մատթեոսի 6-րդ գլուխ 19-ն 34 համարները կարդացի և այսպեսով 6-րդ գլուխն ալ ավարտեցինք։ Վաղը դերը գամի Մատթեոս 7-րդ գլուխը Լերան Քարոզինը պիտի կարդամ և այսպեսով Լերան Քարոզը ավարտած պիտի ըլլամ։ Բարի և օրհնապեր օրեր մաղթելով մնացեք խաղաղությամբ, ամեն։